Ահա եւ այս բաժինը ավարտեցինք։ Դրեցինք դեղին բիոտանները, տեսեք շատ սիրուն է, կապույտ մաժավելնիկները, որոնք իմ ամեն նյութերի մեջ ես ասում եմ, բոլորը ձևավորվելու է մշտական, սիրուն գեղեցիկ մշտադալար բոնսայներ դառնա։ Սա առաջի տունքն է, այսինքն առաջի տարում բոլոր բույսերը համեմատած մի քիչ նուրբ են աճում, դանդաղ են աճում, նայեք, դեղին բիոտայի դասին պատկանող հատուկ անունը չգիտեմ, բայց շատ լավ բույս է, կապույտ մաժավելնիկ, մտովի պատկերացրեք sense ձևավորված թաթիկներ, բիոտաները այս բարձրացող դեղին գույնի, այսինքն բոյովները դեղինն ենք անելու, հետևը պլյուշը կանաչ ու պարտադիր պատից մի մետր հեռու, որտեվ սրանք պատնեշ չեն լինելու, այսինքն պատ չեն լինելու, այլ սիրուն ամեն մեկը անհատ առանձին բույսեր։ Դե այս մասը դեռ լիովին չենք ավարտել, արանքները մենք ունենք դեղին մաժավելնիկ, ստեղ էլ ուղիղներն է, բոյովներն է կապույտ։ Այս հատվածում էլ մենք ունենալու ենք կարմիր բարբարիսները։ Այն հատվածում ունենալու ենք դեղին պատնեշներ, մի խոսքով ասեմ այն, ինչը որ ավարտել ենք, ստեղ դեռ փոսերը պատրաստա, բայց ծառ չենք տնկել, սրանով ինչ եմ ուզում ասեմ, տեսեք, այգին ձևավորելուց մենք դին բոլոր նյութերի մեջ կարող եք օգտակար բաներ գտնել, բոլորը իմ կյանքի փորձից, իմ պրակտիկայից է արվում, ու ես ինչ գիտեմ, փոխանցում եմ իմ նյութերով ժողովրդին։ Ամեն ինչ մեծ փոսեր է փորվել, հատուկ հողախառնուրդով է արվել, ու ունեցել ենք այս գեղեցիկ պատկերը։ Դե տարիների ընթացքում քիչ-քիչ ինքը խնամվելու է, ձևավորվի եւ ավելի գեղեցիկ բան դառնա։ Ահա եւ այսքան հատվածը ավարտեցինք, բայց դեռ ահագին աշխատանքներ ունենք, այս արանքները լիքը բույսեր ունենք, ստեղ բույսեր ունենք, ստեղ բույսեր ունենք տնկվելու, ստեղ բույսեր ունենք տնկելու, ստեղ ունենք դեռ տնկելու, ինչը պատրաստ է, արեցինք, հիմա անցնենք վարդերի տնկման աշխատանքներին։ Այս բոլոր եզրերով էլ պետք է, եթե եղանակ իհարկե մեզ չխանգարի, բոլորը գեղեցիկ վարդեր է լինելու, կարլիկ գեղեցիկ վարդեր։ Ինչն է մեր գործունեության իմաստը, որ ովքեր մեզ իրենց այգիները վստահեն, մենք իրենց այգիների իրական աշխատանքներով, գեղեցիկ բուսականությունով ապահովենք շքեղ այգի ստանանք։ Սա այսքանը, եթե եղանակը չխանգարի, պետք է տնկենք։ Ահա եւ վերջ։